Փաստերթը գրում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում առաջիկայում կարող է ներքին քննություն սկսվել ընտրական ցուցակի ձևավորման քվեարկության առաջին փուլի արդյունքների պատճառով։ Թերթի տեղեկություններով քննություն սկսելու առաջարկն արվել է, երբ մի շարք ԿՊԱ-կաններ, հատկապես պատգամավորներ, կասկած են հայտնել որոշ թեկնածուների ստացած տարօրինակ բարձր քվեների կապակցությամբ։ Մասնավորապես ԿՊԱ-կաններից շատերի համար զարմանալի է եղել պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ստացած ձայների թիվը։ Վերջինս ստացել է 298 կողմ ձայն, առաջ անցնելով մի շարք հայտնի եւ ակտիվ պատգամավորներից, թեև կուսակցությունում չունի այն հեղինակությունը, որ այդքան շատ ձայներ ստանար։ Թերթի տեղեկություններով քաղաքացիական պայմանագրում խոսում են, որ գործել է բավականին ուշագրավ մի մեխանիզմ։ Մի շարք տարածքային կազմակերպություններ իրար հետ պայմանավորվել են ցուցակներով փոխանակվել։ Արդյունքում քաղաքացիական պայմանագրի մի շարք պատգամավորներ բավականին հետ են մնացել ցուցակում, իսկ տարածքային կառույցների մի շարք ներկայացուցիչներ հանգրվանել են բավական բարձր տեղերում, մասնակի դեպքերում ընդհուպ առաջին հիսնյակում։ Թերթի տեղեկություններով ներքին պահանջ կա գտնել եւ պատժել այս ամենի մեղավորներին։ Ավելին, ոմանք նույնիսկ սպառնացել են անվանական հրապարակել կամ սլիվանել կազմակերպիչների անունները, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է քաղաքացիական պայմանագրում նախընտրական ցուցակի համար ներկուսակցական ընտրություններից հետո խոսակցությունների ու դժգոհությունների պարարտ թող է ստեղծվել։ Բուռն քննարկում են հատկապես արտգործնախարար Արարատ Միրզոյանի անսպասելի բարձր ձայները։ Նա իր գրանցած ցուցանիշով քաղաքացիական պայմանագրում 4-րդն է Փաշինյանից, Պապիկյանից եւ Պապոյանից հետո։ Միրզոյանը ձայներ է ստացել թերևս այն պատճառով, որ չեզոք է եւ հավասարակշիռ, թեև կարծիք կա, որ նրա օգտին քվեարկել են հաշվի առնելով խաղաղության գործընթացում նրա դերակատարումը, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. օրեր առաջ դադարեցրեցին Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները, քանի որ նրա նկատմամբ մեղադրական դատավճիռը մտավ ուժի մեջ։ Տեղեկություններ կան, որ երկրի նախագահը այս պաշտոնում դիտարկում է Իրավունքի Եվրոպա միավորում հասարակական կազմակերպության անդամ Տիգրան Եգորյանին, որի հետ ճանապարհ է անցել ՀԱԿ-ում եղած տարիներին։ Տիգրան Եգորյանն ու նրա կինը Լուսինե Հակոբյանը նաև այս իշխանությունների հետ սերտ կապեր ունեն։ Եգորյանը նաև Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ է։ Պարզ է, որ որոշումը կայացվելու է Փաշինյանի կաբինետում, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը Ավետ Կոնջորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի ժամկետով զրկված պայմաններում վարել է ավտոմեքենա, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. իշխանական շրջանակներում մեծ ցնծություն է առաջացրել այն լուրը, որ իշխանությունն այլևս չի կարողանում գաղտնալսել իրենց Telegram եւ Signal կապերով խոսակցությունները։ Նախկինում գիտեին, որ իշխանությունը հայտնի Pegasus գաղտնալսող ծրագիրն է ձեռք բերում, որպեսզի տեղադրի քաղաքական հակառակորդների, լրագրողների, հայտնի հանրային գործիչների հեռախոսների մեջ եւ գաղտնալսի։ Pegasus ծրագիրը որպես կանոն տրամադրվում է տվյալ երկրի իշխանություններին պետության անվտանգության նկատառումներով օգտագործելու նպատակով։ Սակայն երբ ծրագիրը վաճառողները պարզել են, որ Հայաստանի իշխանությունն այն բացառապես քաղաքական նկատառումներով է կիրառել, դադարեցրել են այդ ծրագրի վաճառքը, գրում է թերթը։